Մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ֆորմատ համաձայնագիրը, որի շնորհիվ Հայաստանը կարող է տարեկան շուրջ 11 միլիարդ դոլար տնտեսել։ Համաձայնագրով հայկական արտահանման 97.6%-ը կստանա արտոնյալ պայմաններ, հատկապես գյուղատնտեսական, սննդամթերքի ու արդյունաբերական որոշ ապրանքների համար։ Մաքսատուրքերը մի շարք ապրանքների համար զրոյացվել են կամ զգալիորեն նվազեցվել, բարձրացնելով հայկական ապրանքների մրցունակությունն Իրանի շուկայում։ 2024 թվականի սկզբին մակրոտնտեսական միջավայրը հիմնականում անորոշություններով է բնութագրվել և Կենտրոնական բանկը շեշտը դրել է սցենարային վերլուծությունների վրա, հասկանալու համար տարբեր ռիսկերի պարագայում քայլերի հաջորդականությունը և գնաճային ու գնանկումային ռիսկերը։ Այս մասին հայտնել են Կենտրոնական բանկից։ Հայաստանում պարենային անապահովության մակարդակը մոտ 23% է, այս մասին հայտնել են ՄԱԿ-ից։ Պարենային անվտանգությունը ներառում է անելիքների լայն շրջանակ, որոնց թվում է սննդային թափոնների կրճատումը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի ոլորտում 2.3 միլիարդ դրամի թերհավաքագրում կա։ Մենք տեսնում ենք, որ բոյկոտը որոշ չափով ազդել է եկամուտների վրա, բայց մարդկանց մոտ 70-80%-ը պարտաճանաչ վճարում է, այսինքն առանց տույժ տուգանքների, ուղղակի երևանցիների իրավագիտակցությունն իրենց թույլ չի տալիս չվճարել և այդ պրոցեսին միանալ, նշել է Ավինյանը։ Միացյալ Նահանգները ազդարարել է 18 երկրի հետ առևտրային գործարքներ կնքելու մասին։ Օտարերկրի ապրանքների վրա Միացյալ Նահանգների մաքսատուրքերը կվերադառնան ապրիլի 2-ին սահմանված սկզբնական մակարդակին, եթե երկրները 90 օրվա ընթացքում համաձայնության չգան Վաշինգտոնի հետ։ Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը համաձայնության են եկել գործարքի շուրջ, որը կկարգավորի նրանց առևտրային հարաբերությունները, հաշվի առնելով 2020 թվականին Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալը։ Գործարքի կնքման ճանապարհը բացվել է Լոնդոնի համաձայնությամբ, թույլ տալով Եվրամիության ձկնորսական նավերին ձկնորսությամբ զբաղվել բրիտանական ջրերում առաջիկա 12 տարիների ընթացքում։ Փոխարենը Եվրամիությունը համաձայնել է անժամկետ պարզեցնել Մեծ Բրիտանիայից սննդամթերքի մատակարարման կանոնները ընդհանուր եվրոպական շուկա։ Ռուսաստանի բանկը հայտարարություն է տարածել, նշելով, որ ներկայումս Ռուսաստանի ֆինանսական շուկայի աճի տեմպերը դեռ բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել նպատակը, որը սահմանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է մինչև 2030 թվականը բազմապատկել ֆոնդային շուկայի կապիտալիզացիան։ Ռուսաստանի նախագահի կողմից դրված խնդիրն է արագացնել աճի տեմպերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է բնական գազի նոր պաշարներ, որոնք կբավականացնեն երկրի բնակչության էներգետիկ կարիքները 3 տարուց ավելի բավարարելու համար։ Էրդողանն այս պահուստը գնահատել է մոտավորապես 30 միլիարդ դոլար։ Դասախոսների 51%-ը կեսից ավելին գիտական աստիճան չունի, բուհական համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է գիտական աշխատող, խաթարված է բուհ, հետազոտություն, տնտեսություն եռանկյունին։ Ըստ կրթական գերատեսչության ղեկավարի բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահեն կրթության օրակարգից, դառնալով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթաց։ Գիտնական կա, գիտական գոնե 1 աշխատող կա 60 բուհերից միայն 15-ում, այսինքն մնացյալ 45 բուհերում կրթությունը իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով։ Այս ոլորտում բարեփոխումներ կլինեն, նոր կարգավորումներով խստացվում են լիցենզավորման չափանիշները, խթանվում է երիտասարդ գիտնականների ներգրավումն ու սերնդափոխությունը։ Կրթության փորձագետը նկատում է, մեր երկրում բուհի դասախոսը ժամանակ չունի գիտությամբ զբաղվելու, նրա զբաղվածությունն ու ծանրաբեռնվածությունը շատ են։ Ուրեմն այն մարդիկ, որոնք գիտական կազմակերպություններում են աշխատում եւ մաքուր գիտությամբ են զբաղվում, նրանց չեն ներգրավում դասավանդման գործընթացում հիմնականում։ Եվ ստացվում է այս անջրպետը։ Գիտական աշխատանք անելու համար շատ քիչ են վարձատրվում գիտնականները եւ ստիպված նրանք ցեկտում են, որպեսզի շատ ժամանակ ունենան, որպեսզի գոնե աշխատավարձը բարձր լինի։ Փորձագետը բերում է արտերկրի հետազոտական համալսարանների օրինակը, որտեղ 1 շաբաթվա ընթացքում հիմնական պրոֆեսորի զբաղվածությունը չի կարող ավելի լինել, քան 6 ժամը։ Հայաստանում այդ թիվը ըստ մասնագետի կարող է մինչև 20 ժամ լինել։
լինել։ 6 ժամ են տալիս պրոֆեսորին, որպեսզի նա կարողանա գիտական թեմա ղեկավարել, գիտական աշխատանք անել, հրատարակվել, այսինքն այն բաները, որ դասապրոցեսի հետ կապ չունի, եւ վարձատրվել արժանավայել ձևով։ Հայաստանում նման բան չկա։ Հայաստանում ստիպված շատ ժամեր են վերցնում եւ կռիվ են անում դասախոսները, որպեսզի նրանց ժամերը չկրճատեն, որովհետեւ դա անմիջապես ազդում է աշխատավարձի վրա։ Համակարգային խնդիրները ըստ փորձագետի բազմաշերտ են, թեև գիտության ֆինանսավորման բյուջեն մեծացել է, այդուհանդերձ գիտնականների թիվը չի ավելացել։ Ավելին, եթե Խորհրդային Միության վերջին տարիներին գիտությամբ զբաղվողների թիվը Հայաստանում մոտենում էր 30,000-ի, ապա այսօր այն նվազել է շուրջ 5 անգամ։ Երիտասարդներին մոտիվացնել է պետք թե հոնորարով, թե արտոնյալ պայմաններով։ Կարևոր է նաև Սփյուռքի հայ գիտնականների հետ համագործակցությունը այս խոցելի ոլորտը ռեստարտ անելու համար։ Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 22,054 քաղաքացի հետ է ստացել 1 միլիարդ 983 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 90,000 դրամ է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։